Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժ.Ա. Սասմա ծռեր, պատմեց նոր բայազետցի Առաքել Շեկոյանը, գրի առավ 1905 թվականին Երվանդ Լալայանը։ Դավիթ և խանդուտ։ Էդ վաղտ Աբաս Միրզեն էլ կաղզվան էր թագավոր, մի աղջիկ ուներ անունը Խանդուտ խանմ էր։ Իրարուց բեխաբար լորու Համզեն եկեր էր, որ Խանդուտ խանմին ուզեր էր տղի խամար։ Շապկով Խորասանին էլ էր եկե ուզնկան։ Լորու Համզու պռունկը կախվել էր թոշի վրեն, ենենց բետ մարդ էր։ Շապկով Խորասանին էլ աշկի թարթպներ չանկելով քաշեր էր հետևը, կապեր էր պուճուճակի վրեն։ Եկան երկուսով էլ հանդպան իրար ճամփի մեջտեղ լորա Համզեն, Շապկով Խորասանին, իրար բարև տվին։ Լորու Համզեն Շապկով Խորասանին ասավ, դեր ես եթում թագավոր, ասավ եթում եմ կաղզվանը։ Հենց ես եթում կաղզվանը, Աբաս Միրզի աղջիկն ուզեմ իմ տղին, թե ես էլ եմ մեթում։ Իրանց խոսում են, ասում են, որ մեկից թալախը կտրեց, թող ընդուն տա։ Եկան էդ մարդի տունը, ձեր տվին իրար, թամանդա հելան իրարու հետ, տեղ տվեց երկու թագավորն էլ նստան, կարծրեց, թե թագավորներ հենց եկեք է։ Չես իմանում, թե հենց ենք եկե, թե չէ։ Լորա Համզեն ասավ, եկել եմ քո աղջիկն ուզելու իմ տղին, են էլ ասմա, մեկը կա երկուսն ընչ է եկերա։ Ասմա իրարուց բեխաբար ենք եկե, ճամփեն եկեր են կարիր ենք իրար, ասմա թագավորներ, գլխներիդ խուրբան, էտի աղջկա բաննա, որ մեկի տղին կարնի թող առնի։ Ես չեմ կանած եսի ջոգի, ջուղթդ էլ թագավոր եք, Շապկով Խորասանին ասմա թե մենք խնդրում ենք, քո աղջիկդ կա կայնի մեր կուշտ, որ մեկիս տղին առնի։ Ղանչեցին, բերին Խանդուտ խանումին, խարցրին, թե Խանդուտ խանմ, որ մեկի տղեն կառնես, ասավ, նա ես դու տղին կառնեմ, նա են դու տղին կառնեմ։ Հնչի չես առնում, ասավ, երկու թագավորը ես չեմ կարա իրարուտ ճղտի, ես մի աղջիկ եմ, մեկին կառնեմ։ Նա լորվա Համզեն առակի, նա Շապկով Խորասանին առակի, երկսի մաննիկն էլ թոդնեն իմ կուշտը, երկուսն էլ էթան, Ղոշուն բերեն, կան հորս յուրտի մեջը կռիվանեն, որ մեկը հաղթելավ, ես ընդու տղին առնեմ։ Ետունք ելնում են, թողում են էթում են։ Մի առ ժամանակ մնում է, մեծենա գալմա Խանդուտ խանմին, Սասունա Դավիթ անվոր 20 տարեկան տղա, Մսրա Մելիքին սպաներա, շատ ղոչաղ տղայա, աղջկա միտքը փողվում է։ Ասում է, լավնենա, որ ես ընդուն խաբար անեմ, գա ընձի առնի, են անձի արժանի։ Խանդուտ խանմի խինք գազ լենքնա, 10 երկենքնա։ Էլավ իրա շաքիլ կքաշեց, ասավ, որը տանա Սասուն տա Դավթին, իր քաշով ոսկի կտամ։ Տուրուս անող չկա, որ էթա, երկյուղ են անեմ Դավթից։ Մի աշղ կար կաղզվան, աշղին կկանչակ ասա, ես շաքիլ կտար տու Սասուն Դավթին։ Աշուղ կվեկալակ ասա, թե իմալ ես 6 ամիս էթամ 6 ամիս գամ, ճժոցներ եմ, չեմ կանա էթա, կբերա ես տուն, կնստծնա, կշրխի թայը, մեկ էլ թայն էլ ոսկի կլծա։ Թե տարք ու երեխեքդ պախա, էտ աշղը շաքիլ կվեկալա, ու սահատ կտնա ծոցը կելլե կերթա։ Գրած գլաթա դուս եկավ։ Գլաթա մարդը խարցրին, թե ուստ ես։ Ասավ աշղ մարդ եմ, ասին որ աշղ ես, մեզի նաղլանես, ասավ բանիսանունն ինչա, էտ մարդ կայնավ, թագավորի ամարաթի տակը նաղլ արավ, թագավորը շմշիկ խատուննա, մարդը մերը ինքը նստե թագավոր, իր իշկում տենումա, որ էտ աշղի ծոց մե թուղթ կա, ղանչումա վերև, տեղ տալմա, էտ աշղը նստումա, ասմա, դեր ես էթում, աշուղն ասմա էթում եմ Սասուն եմ, քո կշտին ինչ թուղթա, վեկալում ասմա, թե
Եսիմ մե շակիլ կա, բաց տենանք։ Առնումա ձեր իշկումա աղրի զարարբանա։ Շիմշիկ խատուն միտքանում, թե Էտ աշղ թողետա բալքի Դավիթ բերա ես ձերքեն առնեմ։ Կասա ինչ մուրազունես գնա կատարա։ Երկու խոքի կբռնա ճամփի վրեն կկայնցնա, թե Դավիթ անվոր տղա կգա, ասեք թագավորը ղանչումա։ Էտ աշղը գլնի կեթա սասուն։ Որ մտնի սասուն, տենումա մեկ ավանող են դեհեն գալմա։ Էտ ավանող կխարցնա, թե ինչ մարդ ես, կասա աշղ եմ։ Որ յանեն ես կաղզվանա, կաղզվան որ յաննա, կապուտ կողավերևնա, իչավ ձյանից կաշեց դրբիտակ տպեց։ Էտոնց բլոճը, կերի թորոսն ասմա կոտոշովա, եվաշ տպեմ։ Տպեց, թալեց մե փոսի մեջ, գնաց կերի թորոսին իմցրեց, թե մե աշղի տպեր եմ թալեր եմ փոսը։ Հենց ես տպե էտ աշղին ուստեր, կապուտ կողա էր։ Խողն իմ գլխին ասմա կերի թորոսը, Դավիթն աշխար քանդեց չեկա ավնձի պարծեներ, եսի մի աշղա տպե եկե պարծնումա։ Դառնում է երկու ջահիլ տղի ասմա գացեք էտ աշուղը բերեք պախենք մեղ կա։ Գալում են որ տանին էտ աշղին ասում են քեզի որն ա տպե, ասմա Դավիթն ա տպե, ասում են Դավիթ դաշ չէ, ենա մսրա։ Էտ աշղը կսաղնա կասա Էլ էջ շհարը չեմ գա մտնի, ընձիկը սպանեն, ետ կդարնա կեթա մսր, շակիլը կտա Դավթին։ Դավիթ շատ կուրախանա, կեթա մսրամելիքի մորը կասա, կերի թորոսն ընձի ղանչերա, դումաց էտեղ թակավորութ են դու արա, ես էթամ։ Խեցնումածինը գալմա որ էթա սասուն։ Շակիլն էլ ծոցնա, տանումա տա կերի թորոսին։ Գալումա գլաթա կարմնջի վրեն երկու ջահիլ դեմը կայնում են, ասում են դու որն ես, ասմա ես Դավիթն եմ, սասունա Դավիթն ես, թե հա սասունա Դավիթն եմ։ Հրամեցի, մեր թագավորը քեզ ղանչումա, առնում են, էթում են, տանում են վերև։ Ձինը քաշում են խասթավլեն, էթումա նստումա, տենումա որ մեկ օղլու շաղա, թագավոր չկա։ Դավիթ կայնումա, թե ուր է թագավորը։ Շմշիկ խատունն ասմա, թագավորը ես եմ, թագավորը վախճաներա։ Ասմա թե խաց կեր դոր որ կեթաս գնա, բերա խաց կկերցնա Դավթին, Դավիթ խաց կուտա, պրսնիկ ասա, ձինը քաշեք դուս ես էթամ, կասա մութնա, դոր էթաս, էսոր մի էթա, գիշերը մնա էստե։ Դավիթ ասմա, իմ խելքը կտրումա, որ դու էթում ես էտ շակիլի հետևը, քեզի խապում են, տանեն վնասեն։ Էտ մեծութենին աղջիկ չլնի, վեկալումա ասմա չլնի պտի էթամ, ասմա արի ընձի առ, համ թագավորի կնիկեմ, համ է լավ օղլու շաղեմ, թագավորությունը քեզի ես ըրիատնել քեզի։ Դավիթը մե վաղտ կմնա էտու կուշտ։ Մեկոր Դավիթ շակիլը կարնի ձեր կասա, հայ, չելավ, կերի թորոսն ընձի ինչ կասա։ Ազապ աղջիկ թողնեմ, կամ որ փևերի առնեմ, կթողա շմշիկ խաթուն կեթա սասուն, էլավ գնաց սասուն, կերի թորոսը աղբրտանք, էլիք նուրխցան Դավթի վրեն, մեկ առ ժամանակ մնաց սասուն, ասավ կերի թորոս, էս շակիլ կնար թայմին արատես ինչա, կերի թորոս տեսավ շատ զարմացավ, ասավ Դավիթ ջան, ես հուստ անկեք ու ճանք, ասմա կաղզվանա յա եկերա, Աբաս Միրզի աղջիկնա, բա իզին կտաս էթան բերեմ, ասմա չէ, իզին չեմ տա, քե կտանին կվնասեն, քեզի խապում են, չլնի ես պտի էթամ, վեկալում ասմա թե ենտե շատ ղոչաղ մարդ կա, քեզի խապում են, տանում են, որ փջացնեն մի էթա, կերի թորոս ասմա Դավիթը, դու ընձի ասում ես մի էթա, իմ տղամարդու թենն էլ չաժի որ էթամ, հլնում բոլոր մախլուղ ղանչումա ասումա աղբր տանք, իրար խետ խաց ենք կերը, էթալնիմ ձերը գալն աստծու ձերը, աղոտք հիշացեք։ Հլնումա, խեցումա քուրկե ջալլաթը, ղանչումա իր ստեղծող աստվածը, ընկնումա ճամբախը։ Մեր ժամանակ էթումա,
Ղլաթա մոտենումա, տենումա մի գոմշիկու։ Ինքն իրան փիք հրանում ասմա քերի թորոսի ասած կոչով բլոչ կված կլնի։ Կուն որ ըսխդարա ինքը հինչ խդար կլնի։ Նա անձիկը սպանի։ Մեկ հիճետումա տենումա, որ 4 հատ գոմեշ մեկ պստի տղա քշումա։ Խարցնումա թե պստիկ ջան, էդ սևերն ինչ են, կոչով բլոչ են։ Ասավ չէ, գոմեշ են։ Ասմա հնչի խամար եք տանում եքետոնք։ Ասմա տանում եք գութան լծենք։ Քշա եթանք տենանք իմալ եք լծում եք։ Տղեն նշանց հատալումա, ասումա լծները փռուկա, գութանը էսենց լծում ենք, քշում ենք։ Ասմա դու մենակ ես, ասմա չէ, նա պարկուկ են, քնուկ են գիշեր արածները, մաչկալնել խետը, խանես արնես գաստենանք, Ղանչեց, բերեց բարև մնահելավ խետը, տղերք ջան Դավիթն ասավ, ես գութանը որ բանցնում եք, կուշտ փորով խաց կտակ, որ օխտը փատ պտատեմ գութանը։ Եբ որ օխտը փաթը պտատիր, ես որ օխտը ջանիս փլավ կգա կտանք կուտես։ Լծները արցկեց, թալեց դեն, համոլի լուծը դրեց ձյան բաշը, ղանչեց, Մարութենի մայրամ աստվածածին, օխտը փաթ պտատեց։ Են պստի խոտաղն ասավ, էդ քու հունարը չեր, քու ձյան հունարն էր։ Օխտը փաթել ձյանից իջավ պտատեց։ Տեսավ, որ երկու խատ օղլուշախ, մեկը խացն առե, մեկը փլավ, եկան։ Օխտը ջանի խացն ու փլավը մենակ քաշեց, առեչը կերավ։ Են պստի խոտաղը ասավ, հնչի մեխացել չթողիր մենք ուտինք, խանեց մի խատ ոսկի տվեց ասավ, էտոնք չխոսացին դու խոսացիր, հելավ գուտնի ռաթը պկոլոնեց, իր մտքով ղանչեց մայրամ աստվածածնա, թե իմ թուրը էս ռաթը պկտրեց, կեթամ խանդուտ խանումը պերեմ, որ չկտրեց, հետ դարնամ։ Գնաց թուրը թալեց, կտրեց, էտոնք ասին վայ, աղսով ենք կութամ բերե, դու հնչի թուրը թալեցիր, կտրեցիր, քյասիպ մարդ ենք։ Խանեց մեջանք ոսկի տվեց ասավ կշինի, կշինա, ասին կշինա, հելավ ձինը խեցավ ընկավ ճամպախ, շատ նուքիչ աստված գինա, գնաց։ Մեկ առ ժամանակ գնաց կաղզվանա դուս եկավ, մութը տվեց վրեն, գնաց մե բաղի թուշելավ, ասավ մտնեմ ես բաղի մեջ, ձինս թոեստի արացա, ես էլ գիշեր ստրեմ եստե։ Դու մի ասա, էտի Աբաս Միրզի բաղնա։ Ձինը ընկավ տաշնակները քանդեց, ինքը նստավ աղբրի վրեն, խաց կերավ։ Բաղվանչին գորգերներ, էսենց բաղ վեկալեց, հետևան զանեց Դավթի կամքին։ Դավիթ շիտկվավ, բաղը թալեց, կես վերջ ճամփաղ գնաց, զանեց գորկու երեսին, երեսը թեքվավ հետևը, վիզը ծռվավ, ընկավ ուշքը գնաց։ Վայ ասավ, մահապարտ էլա ես տուր, ջուր զանեց երես, պոր տոլրեց, օյամիշ էլավ ասավ, վայ Դավիթ, դու իր, հա եսի, իմ վիշ ճղտա դզա, ես խանդուտ խանım բերեմ կեզի խամար, ես էնդրա բաղվան չինեմ, վիզը ճղտեց դզեց։ Արևը մտավ, հելավ, ամեն մե պտուղից քաղեց, բերեց, դրեց բոտնոցը, շաքիլքը Դավթից առավ, դրեց էդ պտղի վրեն, յայլուղը թալեց վրեն, Դավթի մատնիկն էլ կապեց ճոթը, տարավ տվեց խանդուտ խանումին, ասավ, հրամեցի խանդուտ խանում, ասավ, շնորհակալ եմ իմ բաղվանչուց, բացեց տեսավ, որ իր շաքիլը որ ղրկերա, եկի խասերա իրանը, խանեց մեջանք ոսկի տվեց բաղվանչուն, ջարեքին ասավ, գացեք ձեր տեղերը սթրվեք, էդուն կացին ասավ, ես շաքիլ պերողը որնա, դե ընկե ճանկս խանամ ջան, ասավ սուտ ես ասում, գլոխըտ բադանից կգդրեմ, ասավ խանում, էդ յայլխի ճոտ մե մաննիկ կատես, իշկետ շատ խավնավ, ասավ էդ ու տերը տորա, վեկալեց ասավ Դավիթն եկերա բաղը,
Խանդութ խանում գլոխը չարխեց, խայլին հարավ ձեռը հելավ մե մաստալի գյուզալ։ Հելավ ընկավ գորգու հետևը գնաց բաղը, էսպես թևերը կախեց։ Դավիթ նեկավ ընկավ էտու երեսեն կախ, ինչ որ խևրնիկ ձակ իր մոր ծծերեն կախ։ Վերցրեց Դավիթին տպեց ծառը, Դավթի ուշքը գնաց, խանդութ խանում հետ դարձավ գնաց իր տեղը, եկավ գորգեն ջուր զանեց Դավթի երես, հելավ նստավ ասավ գորգի, քուրկե ջալաթը բե որը լնեմ, էստոնցը բրդեմ, քանի էստոնց աշկերը խուպա, մե աղջիկ ընձի զանեց, ես տրանց տղամարդ էստուց ղոչաղ գլնեն, գորգեն եկավ ընկավ ոտը яման ասավ, էտ համարնեմ գամ, թե չեկավ ընձի սպանա։ Գորգեն հելավ գնաց, աման խանım ասավ, հելի է թանք, ջոշ մի շելերա, մեզի կսպանա աշխարկ կբրդա, էտի ասավ, երկյուղ եմ անում վախենամ էթա մնձի սպանա, ասավ երկյուղ մի արա, ես դա եմ, որ զանա ընձի կզանա դու փախի, հելավ ընկավ ճամպախ է եկավ, Դավիթ թուրը քաշեց եկավ առեջ ասավ, շան աղջիկ, դու ընձի հնչիր զանեմ, Ախար դու խարցնիր, տենիր վիր աղջիկնի, բալքի խայի աղջիկ, չի նոր ընձի պաչիր, ես էլ ջուղաբտի։ Դավիթն էլ վեկալեց ասավ, վրես ընցավ, դեհելի է թանք բաղի օթախը։ Գացին նստան։ Դավիթ ջան ասավ խանդութ խանումը, մարդիկ շրանքով ոսկի եմ տվես, շաքիլս ղրկեր եմ քեզի, ենել ասմա շատ շնորակալ եմ։ Խանդութ խանումն ասմա, որ քեզ հավան չլնի, ես շաքիլը չի եղրկի քեզի համար։ Երկու թակավոր եկած են ընձի ու զնկան, մեկի անուն Լորա Համզի, մեկի անուն Շապկով Խորասանի։ Երկսի մաննիկն էլ դրեր եմ խորս կուշտը, որ երկսով կան կռիվ, որ մեկն հաղթելավ, են դուր առնեմ։ Մկակուձեն նեկավ խասավ, էլ ընտոնցիտ չեմ առնի։ Դավիթն ասավ, ես քե չեմ առնի, չունք էտ երկու թակավոր գան, ես էլ էտոնց հետ կռիվանեմ, աստված որ մեկիս խսմատ հարավ ընտուր կառնես։ Խանդութ խանումն ասավ, առանց կռվի ես քեզի առնում եմ, հենց ես եթում կռվի մեջ։ Ասումա, որ ես առանց կռիվ քեզի առնեմ, տղամարդ չեմ, գնա տունդ։ Խանդութ խանում վերակենում էթումատուն։ Խանդութ խանում էթումատուն, Դավիթը պարկում է, քնում է, չուր լուսը բացվում է, հլնում է, գալում են, ասում են, թե թագավորը քեզի ղանչում է, համա խանդութ խանումն է ղանչե, Դավիթը հետում է խանդութ խանումի կուշտը, վեկալում ասում է, թե խանդութ խանım, հնչի ընձի խապեցիր, ասիր թագավորն է ղանչում, ենել ասում է, ես գինումի դու չիր գե, Անդու խամար, որ երկու թակավորն էլ Լորա Համզեն Շապկով Խորասանին եկած են։ Կնել ասմա, եկած են, բարով են եկած։ Վեկալում ասմա, արի դու ընձիար, ընդոն չթողեմ կռիվանեն, մեղք են։ Դավիթն ասմա, սասունա չուն կաղզվան, 3 ամսվան ճամբախ իմանուն ընկետուս, ես առանց կռիվ չեմ մնա։ Վեկալում ասմա, թե տենց է, թակավորը քեզի ղանչումա, ես ուզումի կռիվ չլնի։ Կնել ասմա, չէ, կեթամ, որ կեթամ։ Ելավ գնաց տոնց բարև տվեց, էդ մարդիկ բարևն առան, ըսկի չիմացավ թակավորը, թե Դավիթը ուստա, ուստ չէ, աբաս Միրզեն խարծրեց, ջահիլ ջան ուստ ես, ես սասնա եմ, չոչ մեհերի թոր, Ռաբամելիքի էլ տղեն եմ։ Էդ մարդերին պատիվ տվին։ Բերեց գինինը, լցրեց բադյեքը, դրեց առեջները, գինու թասն էլ դրեց կշտները, գորգեն էլ կայնավ դրան կուշտը, խանդութ խանումն էլ կայնավ սալանը, խանդութ խանումն ասմա գորգի ջան, մուղատկած Դավթին վնաս չտան, ғարիբ տղայա, եթոնք բերեցին թասերը գինի լցրին իրար տվին, եկավ Դավթի սրեն պտիտան Դավթին, Դավիթն ասավ, մեկ խմեմ չեմ կշտնա, երկու խմեմ չեմ կշտնա, հլնի 6 թաս անխամ գլնի ամոթա, բադյեն դրեց բերնին ու խմավ,
Մախլուխը ողակալվան վրեն թե ինչպես մարդա թակավորների առեջը բադյեն դրեց բերնին խմավ, պետք է գլոխը կտրենք։ Ենտեղ քավոր կորկին ասավ, սանհեր Դավիթ, վնաստունա։ Դավիթը ճչաց, մեկի ոտից վեկալես տպեց են մեկելի գլխի վրեն, մեկելները թողին փախան։ Խանդուտ խանումն ու քավոր կորկին եկան, Դավթի ձեռը բռնին առան գացին։ Գնաց խելքն եկավ գլոխը, խմերեր, քեֆովցերեր գնաց պարկավ քնավ, էտի թոքնի։ Լորա համզեն շապկով խորասանին եկան թակավորի մոտ գանգատ, թե սարի ճանավար, դու հնչիր բերում, էստեղ կապում, որ մեզի վնասեց։ Էնել վեկալեց ասավ, էտիմ արուդքը չէ, խանդուտ խանումի արուդքնա։ Ես չեմ գնում ուստա, ուստ չէ։ Ղանչին Դավթին բերին դիվան, ասին, Դավիթ, դու էդ ինչ օին խանիր մեր գլոխ։ Ասումա, մենք եկեր ենք խոսալու խաբար, դու բերիր, գինին դրիր առեջ, խմա քեֆովցա, ընձի մեղք չունիմ։ Աբաս Միրզեն խարցնումա, թե հնչիր եկե, էնել ասմա, թե եկեր եմ, քո աղջիկը տառնեմ։ Ասումա, էտի իմ բանը չէ, աղջկա բաննա։ Որ մեկին կարնի, թո առնի։ Էդ թակավորներ կասեն, մենք եկեր ենք կռիվ անենք, որ մեկս հաղթա, էնի առնի։ Դավիթը վեկալում ասմա, թե թակավորներ ընձի ղոշուն չունեմ, դուք գացեք կռիվ արեք, որ նախթեց նոր ես ընդուխ էդ կռիվ կանեմ։ Էդ մարդիկ ըլնում են էդվեն կռիվ անելու։ Էդումա Դավիթ խանդուտ խանումի կուշտ, ասմա խանդուտ խանում։ Ես էլ եմ էդում եմ կռիվ, դու ինչ ես ասում։ Էնել ասմա, ես չեմ ուզում դու էդ ասկռիվ, ասմա, իմ սիրտը մի արուն դարձու։ Ասմա, հնչ արուն տառնում քու սիրտը, շատ որ արիր շահարը կբրտեմ։ Խանդուտ խանումը վազում ախորկուշտն ասմա, դու մե բան անես, Դավիթը կռիվ չեթա։ Կկանչա Դավթին կտանա, կասա հարի ծուր մի ըլնի, իմ աղջիկը քեզի առնմա ես խաբար կանեմ, էդոնք էլ կռիվ չանեն։ Այ հայ, Դավիթն ասավ, իմ տղամարդուտուն կտամ մեթիս լաչկի։ Էտի գելնիկ եթա խանդուտ խանումի կուշտ կասա, խալալամի շարա, էթում եմ կռիվ։ Գելնի, որ էդոն կնձի սպանում են։ Խանդուտ խանում ինքն իրան կթալա ձյան ոտի վրեն կասա, վերև աստված ներքև դու, ծուր մելի մի գնա, ասմա թե ենտոնք, Երկ 2000 ջան կանա 4000 ջան, կարելի անձի սպանին, իմ ջանդակ մի թողարև երես, արի իմ ջանդակ տար խորա, էնել ասմա ես ինչով ջան չնամ, քու ջանդակն է 4000 ջանի մեջ, Դավիթը թիկունքը բանմա, որ մսե խաչ կար, ասմա, էստով դու ընձի կջան չնաս, հելնումա էթումա կռիվ, էթում տենումա սարի մեջ տեղ, Երկուսի ղոշունը առած իրար ջարդում են, ղանչա Մարութենի մայրամ աստվածածին, թուրը կարնի ձեռը, կտա մեջները բիրդան կբրդա։ Երկու թակավորի ղոշունն էլ կկտրա, երկու թակավորի գլխների քաքուլները կկապա իրար, կթալա ձյան ղաշը, որ բերա տահաներին։ Ընտուց կտենա, որ մեկը տղամարդի շորեր խակերա, մզրախն էլ արերա ձերը, զանմա ճանտկին բան ծրցնումա թամաշայ անմա։ Դավիթը չի իմանումա խանդուտ խանումնա։ Գալիս են իրար կուշտը, խանդուտ խանումը ասմա, սորվեր ես լորա համզեն շապկով խորասանին, գլոխները կտրես ղոշունը ջարդես, թալ գետին կռիվ անենք։ Դավիթն էլ կասա, դու ինչ մարդ ես, որ ընձի ասես թալ գետին կռիվ անենք, կասա մարդ եմ եկեր եմ քուխ էդ կռիվ անեմ, վեկալը ասմա ես քան ղոշուն ընձի չդիմացավ, դու ինչ պտի դիմանաս, էնել ասմա որ չդիմանամ, ասկի չեմ գա քուխ էդ կռիվ անի։ Դավիթ գլխները թալեց գետինը, խասան իրար, սավթա իրար գյուրս թալին, Դավիթը զանեց, խանդուտ խանում պատիենքներ ձյանից ցած, ձեր զանեց դոշի մեջը, վեկալեց խանդուտ խանումին տպեց գետին, թուրը քաշեց, որ վիզը կտրա, խանդուտ խանում ձերները տարավ իր դոշը բացեց ասավ,
ախր ես խանդուտ խանմն եմ, վայ Դավիթն ասավ, քու տունն ավերի, դու էդ ինչ արեցիր, բալքի թրով զանումի վիզը թռնում էր, էնել ասավ, դու ընձի չասեցիր, թե արի ջանդկների մչից ընձի գտի, ես էլ հելերեմ եկերեմ քու հավարին, հնչի տղամարդի շոր խակար, օղլուշաղի շոր խակնիր, էնել ասավ, քու տղամարդությունը ջրբումի։ Էլան թակավորների գլխները թալին ցիան վրեն, եկան դղ թակավորը, բերին տվին թակավորին, թակավորն ասավ, թե իմ աղջիկն էլ տվի քեզի, հալալ ալնի քեզի, բերին տարան ժամ պսակին, բերին մետեղ տվեցին, Դավիթն առավ իր կնիկը նստավ։ Մեկ ժամանակ մնաց, Դավիթն ասավ, արի եթանք մերյանը սասունը, չէ ասավ, մացի էստե, խանդուտ խանումը երեխով հելավ, 9 ամիսը թմմավ, 9 սհատն էլ թմմավ, էտուց մե երեխա հելավ, քաշեց 2 սհատ, տատմորն ասին, որ գա պորտը կտրա, տատմերն եկա, որ պորտը կտրա, էտ երեխեն ձեր թալեց տատմոր յախեն, քաշեց գցեց իրան վրեն։ Էտի վժած, փախավ ասավ, վիշապա, ընձի քաշեց ձևեց, թակավորն ասավ, չէ, մեր թորնա, գնա պորտը կտրա։ 2 խոքով եկան, էտ ատղի թևերը բռնեցին, պարավը պորտը կտրեց, տարան էտուրը գնունք, խարցրեց անունն ինչ դնենք, Դավիթն ասավ, պապիս անունը կդնեմ, Մհեր, անունը դրին Մհեր։ Պախեցին, մե 2 տարի պախեցին ջոջցրին։ Էս խետ, որ ջոջցավ, գնաց ընկերտանքի խետ խաղեր անում էր, որ մեկին զանում էր, գլող թև մեջք ջարդում էր։ Էլիկը կանգът, որ հելան թակավորին, թե քութորը մեր տղերքի քոքը կտրեց, ես ինչպես պտի հլնի։ Աբաս Միրզեն ղանչումա, Դավթին ասմա, քու տղեն առ քելա խալխի տղերքն ամես պաներա։ Էնել վեկալումա ասմա, մեկ հանի խոքի տնենք խետը, թո էտա ավանա, որ շահարից կտրվի։ Աբաս Միրզեն իրան 6 տղեն տնումա խետը, որ էտա ավանա։ Մհերը խեցնումա քուրկե ջալաթը, էթումա քերիքի խետ ավանելու։ Ավը տանումա պապի տունը, չի բերումա խորը։ Մեկ առ ժամանակ էտենց տանումա։ Մեկ ավոր, մեկ օր խերն ասմա, Մհեր ջան, մեկ ավել բե ես ուտեմ։ Մհերը ինատը անումա, ընկնումա քիթ ու բերնի վրա խաց չուտումա։ Դավիթն ասմա, խանդուտ խանım, էլի քաշի իր տեղի վրեն թոքնի, չեմ ուզում էտու ավը։ Խանդուտ խանում նիշտա քաշումա, չի կանումա քաշա քամքին ասմա, Դավիթ, ըստուր չեմ կանա իրար տամարի դուտար, Դավիթը հլնումա քաշումա, շորերը պրծնումա իր վրայեն, ինքը չի պրծնումա, մնումա ասումա, ոչ չուպուչ մերնի ինքը, սողն իմ գլոխը կուտա, են իր տեղ պարկավ, են էլ տեղստեղ մնաց։ Ամեն օր քերիքը Մհերին քնուկ տեղեն կխանին, կտանին ավի, էտ առավոտն Մհերը գնաց քերիքին, խանեց ասավ, հելեք եթանք ավանենք, որ այսօր խերս ավա ուզումա։ Հելան, ցյանքը խեցան գացին, չանք կեսորվան բոլ ավարին, քերիքը վեկալին ասին Մհեր ջան, արի եթանք տունը, Մհերն ասավ, չէ, նստենք քեֆ անենք, վերցրին ասին Մհեր ջան, ինչպես քեֆ անենք, Մհեր 2 ծառ բերեց, փակցրեց, իրար ասավ, քերիք, 3 տես ծառը խեցեք, 3 տելեն, ասին հնչի, ասավ, տրնկոզա խաղանք եթանք։ Էտոնցը բերեց խաղցրեց, ասավ քերիք, արեք չուրծեր, քերիք նեկան խեցան ծերի վրեն, ինքը իջավ ու ծառերը թողեց։ Խետ թողելուն ծառերը 3 արևմուտք, 3-ն էլ արևելք թալեց, ինքը հելավ իրավը վեկալեց, ընկավ ճամպախ եկավ տուն։ Մեր օթախի կտուրն էր, իր իշկաց տեսավ, որ Մհերը գալմա աղբրտան չկան, ասմա, Դավիթ, Մհերը գալմա իմ աղբրտանք չկան, վեկալմա ասմա, Մհերի ցյան խետ, քու աղբրտանքի ձինը չի գա, ենի խրեղենա, Մհերը գալումա խասնումա խոր մոտ ասմա,
Արքեզիավ ամեն օր ավ, հեսա, բերեցի քու ավը, վերցնում ա մերն ասմա Մեհեր ջան, քու քերիքը տուր են, ասմա քերիքը, երեքը կապուտ կողը, ատամները չալկտում ա 360, վայ ասավ, իմ տունը քանդվավ, չխերածը չխերվի իր արևուց, իմ աղբր տանքին սպաներա, Մեհերը հետ ադարնում ա հետում ա պապի տունը, Դավիթն ասմա Խանդուտ խանմին, իմ երես չբռնա, որ աների երեսին առնի, Մեհերն էլ թող մնա են 6-ի բադալը, հելի եթանք մեր երգիրը, Մեծի Դավիթ նախեցում, մեկն էլ կնիկը, ահա իրանք բեխաբար եթում են սասուն, կապուտ կողը, կաղզվանը, խլատ, մսր ամենով վեկալած են, խոշունը բռնած են, ճարի դեմ կայնած, 10,000 խոքի, որ Դավթի սպանեն, հայիվ խանեն, չունքի մսրամելիքին սպաներա, չունքի եկերա, շիմշիկ խատունին սիրերա, կապուտ կողը քանդերա, էլը տարերա, Կաղզվանի էլլիկի տղերքին ամեն Մեհերը սպաներա, Կաղզվանադեմն ու մսրադեմը բադան են, քաշած են, որ Դավիթ չկանա անցնի եթ ասասուն, Դավիթն ու կնիկը եկան, խասան էդ խոշունին ու էդ բադանին, Խանդուտ խանումը ասավ, ես մզրախի ծերով բադանը քանդեմ, դունել խոշունը ջարդա, ենի բադանը քանդեց, ենի խոշունը ջարդեց, իրար խետ հելան խլաթա դուս եկան, Գլաթա որ դուս եկան, տեսան մեծ ջահիլ թորուն, տղա ձինը խեցե, 10 ձիավորի խետ կայնե կար մնջի վրեն, Էտոնք եկան Դավթի առեջ կտրին ասին, դուք որն եք, ինչ ես խարցնում ես Դավիթն ասավ, ես որը կլնեմ, չէ ասմա, ասեք տենանք ուստ եք, Դավիթն ասմա սասնա եմ, ասմա պտի էստեղ ես քու խետը կռիվ անեմ, ասմա դու ինչ ես, որ իմ խետը կռիվ անես, ասմա ես պտի անեմ քու խետ ինչ ըլնեմ, Դավիթ մահալ չանակ ասա, ես քու խետը կռիվ չեմ անի, գնա մեկ 10,000 ձիավոր բե, որ ես քեզի խետ կռիվ անեմ, կասա ես 10,000 ձիավոր բերող չեմ, ես էլ պակաս մարդ չեմ, ես մենակ քու խետ կռիվ պտի անեմ, Դավիթը կվեկալակ ասա իմ կուշտ արծ կա, տանեմ սասուն հետ գամ կռիվ անենք, ասմա քու կուշտ համայիլ կա, արի համայիլով որդվա որ գաս, Դավիթը իր մտքով ձախ ծոցի վրեն կորդվա, համայիլն աչ ծոցից եկավ ձախ ծոցը, աչ ծոցը սևցավ, հելավ գնաց տուն, Հմեն աշկալուսեք տվին թորոսին, թե տղետ առավ կնիկն եկավ, մախլուխը զարմացան Խանդուտ խանումի վրեն ասին, Ես տեսակ ելող լուշախ գլնի, քերի թորոսը Դավթին ասավ, քեզ էլ խուրբան, քու կնկաննել, որ ես ջուրրա ու լուշախա, Դավիթը 3 ամիս ժամանակ էր տվե, որ եթար կռիվ, 3 ամիսը քաշեց մետարի, քերի թորոս տեսավ Դավթի ծոցը սևցերը ասավ, օղուլ, սուտ ես օրթված է, ասավ քերի թորոս, մե ջահիլ տղա համա աղջկա թուսպուր, կայներ էր իմ խետ ուզում էր կռիվ աներ, ես օրթվածի, համա սրտիս չեր էթի կռիվ, հիմա սևցերա ծոցս, ասավ որդի, մի գնա կռիվ, քու մուխ առավ քարը, էլ դու չես կանա եթա կռիվ, սուտ ես օրթված է, ելավ ինքը ականջ չարավ, խեցավ ձինը գնաց էդ ջահիլ տղի խետ, Դավիթը կռիվ անե, ելավ գնաց խլաթա արանքն ու մեկ էլ վանա տեսավ, որ մե ջահիլ տղա դենը գալմա, եկան Դավիթն ու էդ ջահիլ տղեն իրար բարև չտվին, Են ինչ որ Դավիթնա խայի գեյմնա, են ինչ որ ջահիլ տղենա կրապաշտի գեյմնա, գալում են ճղտով առնում են իրար կռիվ են անում են, 3 օր գիշեր ցերեկ կռիվ են անում են, անահուն կանաչ փչացնում են, Դավիթին զանմա տղեն գրզով քցումա որ ընկնումա, թուրը քաշումա որ մորթա Դավիթն ասումա, դու որ ընձի մորթում ես իմ քաջի ձեռնեն իմալ պտի պրծնես, քու քաջը որնա խարցնումա տղեն, ասումա Խանդուտ խանմնա, ենի խոյի մերնա,
դու մհերն ես, կասա դու էլ Դավիթն ես, կասա դու որ մհերն ես, Էսա 3 օր ընձի հնչիր չարչարում, ես են Աստծուց կխնդրեմ, որ կերպած քարի մեջ մնաս, օրական 3 նշխարք ու խորակը ըլնի, ուտես, չուն Քրիստոս գա դատաստան, քեզի մահ չլնի։ Ամոթու մհերը հետ դարձավ, գնաց պապի տունը։ Դավիթն էլ գնաց Ղլաթը գնաց, են ջահիլ տղի խետ կռիվ արավ։ Են ջահիլ տղեն չկարծավ, դիմաներ փախավ մտավ Ղամշի մեջ, Դավիթն էլ ասավ, ես են ջուր չլնի, յավաշ ձինս լվամ։ Տեկլոսցավ, Համայիլն խանեց, խամփուրեց, դրեց շորերի վրեն, ինքը մտավ ջուրը ձինը լող կծրեց։ Էդ տղեն նետը դեղեց ու թիկունքին զանեց, Դավիթը բորած, բորալու քիմին են տղեն տեղն ու տեղը մեռավ, ձենը գնաց Սասուն ասին, վայ, Դավթին սպանին, Դավթի ձենն էր, հելան 6 աղբրով, Քերիթորոսը, Իլլիկով, մեխարիր խոքի գացին տեսան Դավիթը շորեր թալե թիկունքին պտտումա։ Ասին Դավիթ, էդ ինչ ա ուրթեքի, կասա իմ սպանող նետա Ղամշի մեջնա, մեգացեք տեսեք, կեթան տեհան որ, տղի շորերով մե աղջիկա մերերա։ Կտենան, որ էտու աշկեր Շուշա աշկա, կասեն Դավիթ, աղջիկնա, աշկերն էլ Շուշայա, կասա էտի ինձնիցա, Շմշիկ խաթունի աղջիկնա, դե կասա քաշեք բերեք իմ աշկը առնի էտուն, կբերեն, ու խայ ասմա Դավիթը ջանս խովցավ, դու ընձի սպանում իր, դու ընձնից շուտ մեռար, հետև Դավիթ կասա, մեզ նետ քաշեք խանեք իմ թիկունքեն, որ կքաշենք ասա ես գինամ, ես իմ մեռնելու ժամանակնա, ընձի կբարնակ Դավի վրեն ձերս կախ թողեք, քիչ գնցնի Դավիթ խոքին կտա։ Բերին թապուտ շինին, մեկն աղջկան, մեկը իրան, ջղտով զանին Դավի կողը, մեկն էսյան մեկնեն, աջ ձերը թողին բաց։ Եկավ ճամփի մեջ տեղը, մե բազրկան եկավ ռաստ խարցրեց, թե էդ ինչ թապուտա Դավի վրեն, ասին Դավիթնա, շատ դեմ ընկավ ասավ, ափսոս Դավիթ, որ մեր երեքրից դուրս եկավ փչացավ, մաշկները խարցրին ասին, թե բայետ ու ձերն ընչի ա թապուտից դուրս, ասավ, թե էտու միտքնենա, թե աշխար էսենց եկավ, էսենց էլ գնաց իմ ձեռու մեջ, առան գացին ճամփի մեջտեղ, 4 վերստը տեղ մնաց, ձենով օհան վազավ խանդուտ խանում տանիսն էր, ասավ ջան աղբեր, Դավիթը սաղա իմալա, ասավ մեռնի բա շապրի բուղեն, ասավ այ հայ, Դավթի հետև նեստոն կնձի պահող չեն, ինքը տանասից գլխի վրեն թողեց, ընկավ քարի վրեն, ջարդ ու փշուր ելավ, ծծերից էլ կաթ եկավ, քաշին տարան տունը, գանք թղ Դավիթը, Դավիթն առան եկան, բերին տեսան, որ խարսնել ա մեռե, Քերիթորոսը շատ դեմ ընկավ ասավ, իմ տղեն մեռավ, իմ խարսն ինչի մեռավ, խալխը վեկալին ասին, ձենով օհանի արուտքն էր, Փչանած ձենով օհան ասում ա Քերիթորոսը, բերում են, պատարակ հանում են, իրեքին էլ խորում են։